Այս տեսանյութը ստիպում է մտածել, որ երբեմն ամենասովորական թղամասերն էլ կարող են թաքցնել վտանգավոր գաղտնիքներ։ Մի կին, որը դուրս էր եկել զբոսնելու և անսպասելիորեն ուշադրություն դարձրեց իր հարևանի տան վրա։ Նա կանգ առավ, որովհետև մի բան անմիջապես անհանգստացրեց նրան։ Ավտոտնակի ներսում ինչ-որ շարժում նկատեց։ Լույսը վառված էր, իսկ ներսում ինչ-որ ստվեր էր շարժվում։ Համենայն դեպս, դա չէր կարող լինել տան տերը, և սա էր ամենաանսովոր մասն ամբողջ պատմության մեջ։ Հարևանը տանը չէր։ Նա մեկնել էր արձակուրդ, քաղաքից հեռու, և ամբողջ ընտանիքը նրա հետ էր, և տունը պիտի լիներ լիովին դատարկ ու լուռ։ Ավտոտնակի լույսը հանկարծ միացավ։ Կինը, որն անցնում էր կողքով, դժվար թե մտածեր, որ կդառնա ինչ-որ սարսափելի բանի ականատես։ Սակայն, հենց որ նա կանգնեց և շարունակեց նայել, տեսարանը սկսեց կասկածելի դառնալ։ Իսկ այն, ինչ նա նկարեց սմարթֆոնով, դուք հիմա կտեսնեք։ Երբ ուշադիր նայում ենք կադրերին, կարող ենք նկատել, որ ինչ-որ մութ, մարդկային ձև ունեցող կերպար շարժվում է առաջ-ետ, ասես նյարդային սրմունքներով կամ խելագար պտույտներով։ Այն մշտապես փոխում է ուղղությունը, կարծես չափազանց անհանգիստ է ինչ-որ բանից, բայց ամենասարսափելին դեռ առջևում է։ Մի պահ մութ կերպարը կանգ է առնում, անշարժ, ինչպես արձանը։ Ու հետո դանդաղ մոտենում է պատուհանին և նայում ուղիղ տեսախցիկի կողմը։ Այն կնոջ կողմը, որը ավտոտնակից մի քանի մետր հեռավորության վրա նկարում էր այս ամենը։ Եվ եթե հարևանը իսկապես հարյուրավոր կիլոմետրեր հեռու էր, եթե տունը պիտի լիներ փակված և դատարկ, ապա ո՞վ էր այդ մութ կերպարը, կամ ավելի սարսափելին, ի՞նչ էր դա։ Այս տեսանյութում երկու պահակներ դիտում են 360 աստիճան անկյունով նկարահանող հսկիչ տեսախցիկի կադրերը։ Նախորդ գիշեր ինչ-որ շատ տարօրինակ բան էր տեղի ունեցել, և նրանք կարծում են, որ շենքի մոտ տեղադրված այդ տեսախցիկը արձանագրել է տեղի ունեցածը։ Պահակները սկսում են դիտել տարբեր կողմերից արված տեսագրությունը, բայց սկզբում ոչինչ կասկածելի աչքի չի ընկնում։ Ամեն ինչ կարծես թե սովորական է, սակայն պահակները շփոթված կանգ են առնում։ Տեսնում են, որ փողոցում կանգնած մի կին պարզապես անհետանում է։ Նա կարծես անհետանում է առանց որևէ հետքի, ուղղակի այն պահից հետո, երբ ձեռքում ինչ-որ բան է վառում։ Պահակները պնդում են, որ այդ վառելուց հետո բարձրացող պոռթկուն ծուխը ստանում է կմախքի ձև։ Ճիշտ այդ պատճառով նրանք ենթադրում են, որ այստեղ կարող է տեղի ունենալ ինչ-որ գերբնական բան։ Եվս մեկ տարօրինակ դեպք, որը տեղի է ունեցել Արգենտինայում։ Սա շատ տարօրինակ վայր է Օհայոյում։ Այն հայտնի է Հելթաուն դժոխքի քաղաք անունով։ Շատերը պատմում են, որ այստեղ գտնվելիս մարդկանց մեծ մասն անբացատրելի անհանգստություն է զգում։ Դա զարմանալի չէ, հաշվի առնելով տարիներ առաջ այստեղ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները։ Քաղաքը հիմնադրել էին տեղական ամերիկացի ցեղերից մեկը, որոնց շատ անդամներ զոհվել էին վայրենի և այրունալի մարտում, նորեկ բնակիչների և գաղութային զինվորների հետ։ Շատ բնիկներ զոհվել էին, իսկ ողջ մնացածները լքել էին Հելթաունը՝ նոր տուն գտնելու նպատակով։ Եվ ահա, մեր օրերում մարդիկ այսօր էլ վախենում են այդ վայրը գնալ միայնակ։ Շատերը հավատում են, որ այդ հողերը անիծված են, հատկապես այն դժբախտությունների պատճառով, որոնք այդ տարածքը հետապնդում էին այն օրվանից, երբ առաջին վերաբնակիչները այստեղ եկան։ Քրիս անունով մի երիտասարդ որոշում է սեփական աչքով տեսնել, թե ինչ է թաքցնում Հելթաունը։ Այն, ինչ նա նկարում է, մեղմ ասած, վախեցնող է։ It's the barn of Hilltown.
Քրիսը անցնում է խիտ անտառով։ Այդ պահից ամեն ինչ սկսվում է տարօրինակ դառնալ։ Սկզբում կարծես ոչինչ չկա, սակայն հենց նա փորձում է առաջ շարժվել, սա է տեղի ունենում։ Նայեք։ It's like a little shack back here. I'm surprised this barn's still standing despite how old it is. What the hell is that? What the is that? Ինչ որ բան, կարծես մի փոքր հետ է քաշվում։ Քրիսի տեսախցիկը արձանագրում է դա։ Քրիսն ամբողջովին սարսափած էր։ Ոչ այնքան հեռու լսվում էին անհասկանալի սարսափազդու ձայներ։ Բնական է, որ նա սկսեց անհանգստանալ, չնայած հստակ չէր, ինչ կենդանի կամ ինչ էակ էր դա։ Ամենայն հավանականությամբ դա կարող էր լինել կոյոտների մի խումբ, որոնք միասին էին ոռնում։ Սակայն անկախ նրանից կոյոտ էր թե ոչ, այդ հանկարծակի լսվող բղավոցները մթնած դաշտից իսկապես վտանգավոր էին։ Բայց շուտով ամեն ինչ ավելի վատացավ։ Քրիսը հանկարծ կանգ է առնում։ Տեսեք։ I keep hearing something. It sounds like it's following me. What the fuck is that? What's that? Something's over there. I can hear it. Հեռվում մի զույգ վառվող աչքեր է հայտնվում։ Դրանք ուղղված են Քրիսի կողմը եւ թաքնված են բարձր խոտերի մեջ, ասես պատրաստվում են հարձակվել։ Քրիսն անմիջապես հասկացավ, որ դա կենդանի արարած է, քանի որ այն մի ակնթարթում արագ թաքնվեց։ Ինչ էլ որ լիներ, մեծ էր, քանի որ դա բարձր էր խոտերից։ Այդ պահից Քրիսն անմիջապես անջատեց տեսախցիկը եւ վազեց դեպի մեքենան։ Իսկ դուք ինչ եք կարծում, կարող է անմեղ ծննդյան տոնը վերածվել ինչ-որ մութ կանխազգացման։ Նայեք առաջին տեսանյութը։ Birthday to you. Happy birthday to you. Մոմերը ինքնուրույն հանգչում են, ասես ինչ-որ անտեսանելի մեկը ուժով փչում է դրանց վրա։ Իսկ հիմա նայեք այս մյուս հոլովակը։ Կրկին նույնը։
Երիտասարդի զարմացած ու վախեցած հայացքը բնավ չի հիշեցնում բեմադրված խաղ։ Նա այնքան էր վախեցել այս խորհրդավոր երևույթից, որ անգամ խաչակնքվեց։ Այս տհաճ ու տարօրինակ տեսանյութը հրապարակվել էր TikTok-ում և հավաքել էր մեծաթիվ դիտումներ։ This guy's been following me since this morning. Նույնիսկ այն բանից հետո, երբ հեղինակը փորձեց հարց ուղղել այդ անհասկանալի անծանոթին, վերջինս շարունակում էր հետևել նրան։ Երբ հեղինակը իջավ գնացքից, տղամարդը կորցրեց նրան տեսադաշտից։ Տղան կարողացավ հանգիստ վերադառնալ տուն, սակայն հաջորդ օրը այդ խորհրդավոր տղամարդը կրկին հայտնվեց, այս անգամ շենքի ներսում։ Արդեն ցնցված ու վախեցած տեսանյութի հեղինակը շտապ վերադարձավ իր բնակարան և դուռը փակեց բոլոր կողպեքներով։ Նա դեռ չէր հասցրել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում, երբ հանկարծ դռան մյուս կողմից հնչեց կտրուկ ուժեղ դոփոց։ Open the door. Վտանգը զգալով նա անմիջապես զանգահարեց ոստիկանություն։ Hello, sir. You stand there, please. Let's go. Շատ չանցած ոստիկանները հասան տեղ և տղամարդուն հեռացրին տարածքից։ Մի քանի օր անց տղային զանգահարեցին ոստիկանությունից և հայտնեցին, որ այդ տարօրինակ հետապնդողը որևէ քրեական անցյալ չունի և իրական հանցագործություն չի հայտնաբերվել։ Այդ տղամարդուն ազատ են արձակել։ Հաջորդ տեսանյութը տեղադրվել է Instagram-ում և ապշեցրել է միլիոնավոր մարդկանց։ Տեսանյութը սկսվում է նրանից, որ տանտերը խաղում է համակարգչային խաղ, բայց մի պահ նշում է, որ ինչ-որ տարօրինակ բան է նկատում։ Նա միացնում է տեսախցիկը և կեսկատակ ասում, թե իր տանը երևի ուրվականներ են ապրում։ Դեռ դիտողները չեն հասցնում հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ սենյակի օրորոցային աթոռը սկսում է ինքնուրույն շարժվել։ Տանտերը ակնհայտորեն շոկի մեջ կանչում է կնոջը, որ համոզվի, ինքն ամեն ինչ ճիշտ է տեսնում։ Կնոջ պատասխանից պարզ է դառնում, որ սա առաջին պարանորմալ դեպքը չէ։ Like in this. Oh wow, wait. I swear I can see. Ooh, stop it. I'm not liking that. Եվ ապա տեսեք, թե ինչ է տեղի ունենում հետո։ Գիտեք կրկին հեռուստացույցի արտացոլանքը։ Կարելի է նկատել մթին մի կերպար, որը վեր է ելնում օրորոցային բազկաթոռից։ Երբ տղամարդը արագ շրջում է տեսախցիկը պատկերը նկարելու համար, այնտեղ արդեն ոչ ոք չկար։ Իսկ դուք ինչ եք կարծում այս ամենի մասին։ Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը։ Հաջորդ տեսարանը նկարահանված է հիվանդանոցում հենասայլակին պառկած մարդու կողմից։ Ուշ երեկոյան մի մարդ պառկած սայլակին ձանձրանալով սկսել է նկարել իրեն։ Սկզբում ոչ մի տարօրինակ բան չկար, բայց փոքր-ինչ անց արդեն տեսնելը դառնում է սարսափելի։ Երբ աղջիկը նկարում է իր շուրջը, տեղի է ունենում հետևյալը։ Մի քանի վայրկյան անց աղջիկը ֆիքսում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի, կանգնած սենյակի անկյունում։ Պատկերը շատ բարակ ու գունատ է երևում, բայց իրավիճակը ավելի սարսափելի է դառնում այն պահին, երբ պարզվում է, որ այն վայրը, որտեղ կանգնած էր էակը, արդեն ամբողջովին դատարկ է։ Վախից աղջիկը անմիջապես դադարեցնում է նկարահանումը։ Այսքանն էր այսօրվա թողարկումը։ Եթե տեսանյութը ձեզ դուր եկավ և ուզում եք շարունակություն, պարտադիր դրեք լայք և բաժանորդագրվեք ալիքին։ Ձեզ հետ էր Arm Detective-ին։ Մինչ նոր հանդիպումներ։